Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք հետևյալ խնդրի վրա tuple-ի ստացումը զանգվածից։ Tuple-ների երկրորդ խնդիրն է։ Խնդիրը հետևյալն է. մեզ տված է n հատ անուն, ինչ որ n-ա տված ու այդքան հատ անուն։ Ու խնդրում եմ մի հատ names անունով tuple-ի մեջ պահել այդ անունները ու տպել այդ tuple-ը։ Օրինակ տված է 5 ու 5 հատ անուն, պետքա տպենք tuple, որտեղ գրած է Աննա, Բելա, Լյուսի, Ստելա, Սուսաննա, մի խոսքով բոլոր անունները հերթով։ Եկեք անցնենք միանգամից գործի։ Նախ մուտքը կարդում ենք, n-ը հավասար է int input։ Հետո, եթե լիստերով լիներ խնդիրը ուղղակի, մենք կբռնենք, կասենք մի հատ list-ը հավասար է դատարկ ցուցակ, կամ լավ, եկեք գրենք names, names-ը հավասար է դատարկ ցուցակ, հետո for e in range n, որ n անգամ գործողությունը կատարվի, names-ին ավելացրու n ինչ input-ում է գրված։ Names կտպենք input։ Ու հետո names-ը կտպենք։ Հիմա tuple-ների հետ գործ ունենք, գուցե ուզենանք ասենք դե լավ, եկեք սա գրենք names-ը հավասար է դատարկ tuple, հետո ստե գրենք names կտպենք կամ names գումարած հավասար ինչ-որ տենց մի տրյուկ անենք, բայց ախր ի՞նչն է իզումին կան, ի՞նչն է էությունը tuple-ների։ Նա է, որ tuple-ին չի կարելի փոփոխել։ Tuple-ը ոնց կա, ինքը հենց նույն ձև էլ մնում է տենց։ Այսինքն ինքը ֆիքսած, նույն ձև ընդունող բան է, ու ոչ մի վերագրում, ոչ մի փոփոխություն իրան չի թույլատրվում։ Էլ ուր մնաց դատարկ սարքենք, հետո հատիկ ավելացնենք, չենք կարող ոչ մի բան ավելացնել։ Բայց կարանք այդ ավելացումը անենք list-ի միջոցով ու վերջում ուղղակի իրան վերածենք tuple-ի։ Սենց ասած այդ list-ը սառեցնենք, էլի։ Tuple դարձնելու համար գրում ենք tuple ու այդ մեր list-ը, tuple names։ Նույն ձև ոնց string-ը, եթե ուզում ենք int սարքենք, գրում ենք int ու այդ մեջի string-ը, սենց էլ պրոստը tuple ու մեջի list-ն ենք գրում։ Ու սա եթե print անենք, արդեն կգանք ճիշտ լուծման։ Երկու հատ նշում, թե ոնց է կարելի այս կոդը լավացնել։ Նախ կարող ենք նկատել, որ ստեղ այս մեր in ոչ միտեղ չի օգտագործվում, հենց in դեր չի խաղում, այս ուղղակի պետք էր գործողությունը n անգամ կատարել։ Տենց դեպքերի համար ընդունված է փոփոխական անուն դնել տակի գծիկ, ինչի հետ ոչ մի խնդիր չկա, էլի, տակի գծիկը սովորական փոփոխականի անուն է, ինչպես բոլորը, ուղղակի ընդունված է, որ տակի գծիկ դնել, որ բոլորը տեսնեն, հասկանան, որ հա, այստեղ դեր չի խաղում փոփոխականը։ Այստեղ ուղղակի պետքա ինչ-որ անգամ, ինչ-որ մի բան անգամ անել գործողությունը։ Սա մյուս նշումը։ Մյուսն էլ վարժվելու համար կարելի է իրականում գրել list comprehension-ի տեսքով։ Ահա, բացում ենք list comprehension-ը, այստեղ ինչ ենք ավելացնում։ Ավելացնում ենք input, ահա, գրում ենք այստեղ, որ սա input-ը է։ Այդ որտեղ է փոփոխվում for տակի գծիկ in range n։ Այսպես մի հատ պատմություն։ Կարանք իրականում նույնիսկ tuple comprehension-երով անենք, բայց դրա մասին ավելի ուշ։ Դե, մերսի դիտման համար, լավ օր ձեզ, հաջողություն։